Բարեզես արգելի գործընկերներ, սկսում ենք Փյունիկի գլխավոր մարզիչ Արտակոսյանի հետ խաղի մամուլի ասուլիսը Ուրարտուի դեմ խաղից հետո նախ խաղի մասին պարզեցին։ Կարելի ասել երկու տարբեր խաղատեսներ անցկացրեցինք։ Առաջինում մենապայքարներում այդքան լավ չէինք, հեշտ էինք պարտվում, երկրորդ գնդակները ավելի շատ հակառակորդներ հավաքում, տակտիկական խնդիրներ էլ ունեցանք, բայց երկրորդ խաղակեսը բավական լավ սկսեցինք, նույնիսկ մինչև կարմիր քարտը հակառակորդի բավական լավ ճնշում էինք, պահում էինք, նույնիսկ գոլի հեղինակ դարձանք, որը չհաշվեց, այնպես որ երկրորդ խաղակեսի շատ գոհ եմ։ Հարցեր։ Ինչպես գնահատել են ցավոք թիմի վիճակը այս պաուզայից հետո եւ ամենը մի քանի խաղ եւ նոր մեկ դարձարի։ Թիմը իհարկե մենք մեր թիմից միշտ ավելին ենք սպասում, բայց կարծում եմ այդքան մեծ դադարից հետո այսօր բավական ինտենսիվ խաղ անցկացրեցինք, այնպես որ նորմալ եմ գնահատում թիմի վիճակը։ Դե երկու խաղ ունենք, 4 օր հետո եւս մեկ ծանր խաղ ունենք Արարատ Արմենիայի հետ, հետո 5 օր հետո այդ խաղից հետո Արարատի հետ, դրանից հետո արձակուրդ հունվարի սկզբում կսկսենք նախապատրաստական փուլը։ Այո, ճիշտ եք նկատել, կար այդպիսի էպիզոդներ, շատ ժամանակ մենք ուզում ենք, որ Էրիկը կրեատիվ գործողություններ կատարի անհատական, բայց երբեմն նա չարաշահում է, դրա վրա կաշխատենք։ Այլ հարցեր։ Երկուսն էլ այսօր շատ աշխատեցին, չնայած որպեսզի պակասում է էֆեկտիվությունը, բայց ամեն դեպքում այսօր գոլի հեղինակ դարձավ, որը չհաշվեցին, բայց միշտ նրանից ավելին ենք սպասում, ինչ վերաբերում է Գևորին, Գևորը մեծ ցավալի աշխատանք կատարեց ու գոհ եմ իր խաղից։ Դե Լուկասը բավական երկար է բաց թողել, դեռևս չի կարող լինել իր մաքսիմալ լավ կոնդիցիաների մեջ, դրան միանշանակ ամբողջական նախապատրաստական փուլ է պետք, որ հետ գա այդ իր մարզավիճակին, բայց նրա որակների վրա կասկած չունենք, այնպես որ նախապատրաստական փուլից հետո ինձ թվում է կվերադառնա իր հին մարզավիճակին։ Շնորհակալություն։